բարի երեկո, բարի վայելք, բարի ամեն ինչ։ Այսօր ներսում հյուրընկալվել են մարդիկ, ովքեր իրենց սրտի ջերմությամբ ու հավատով լուսավորում են մեր կյանքը։ Պատրաստվեք հանդիպել նրանց, ովքեր ապացուցում են, որ սերը եւ հավատը կարող են փոխել աշխարհը։ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյան, Մոնթե Գրիգորյան, Սոֆի Մխեյան եւ Էրիկ Կարապետյան։ Իսկ հիմա դիմավորեք նրան, ով նույնպես փորձում է լուսավորել ու փոխել աշխարհը։ Արև Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, մենք ներսում ենք եւ դա մեծ հաջողություն է։ Գիտեք, մեր օրերում թվում է թե բոլորս դարձել ենք սոցիալական մեդիայի հերոսներ, լայքեր, սելֆիներ, ֆիլտրեր, բայց երբ իրական կյանքում հանդիպում ենք միմյանց, հաճախ չենք նկատում կողքին կանգնած մարդուն։ Անկեղծ ասած, երբեմն թվում է թե մեր սրտերը նույնպես ֆիլտրեր ունեն։ Անցկացնում են միայն այն, ինչ մեզ հարմար է, իսկ մնացածը անտեսում։ Օրինակ փողոցում տեսնում ենք օգնության կարիք ունեցող մեկին եւ ինչ ենք անում։ Հանում ենք հեռախոսը, նկարում, տեղադրում story։ Տեսեք ինչ վատ է վիճակը։ Բայց իսկապես արդյոք փորձում ենք օգնել, թե բավարարվում ենք մեր վիրտուալ կարեկցանքով։ Բարի գործերը դարձել են նման մի բան, եթե ոչ ոք չի տեսնում, ուրեմն ինչու անել, բայց իրական բարությունը այն է, ինչ անում ես, երբ ոչ ոք չի նայում, երբ օգնում ես առանց սпасելու փոխհատուցում կամ գովասանք։ Եկեք մի պահ կանգ առնենք, նայենք մեր շուրջը, նկատենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։ Չէ՞ որ ամենափոքր բարի գործը կարող է մեծ փոփոխություն բերել ինչ-որ մեկի կյանքում։ Եվ ի վերջո այդ բարի գործերը դարձնում են մեզ ավելի մարդասեր, ավելի իրական, ավելի մարդ։ Եվ հիմա, սիրելի հանդիսատես, թույլ տվեք ներկայացնել մեր անզուգական նվագախմբին Ռուցլայնի ղեկավարությամբ։ Տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, ու վստահ եմ հրաշալի երեկո ենք ունենալու, եւ վստահ եմ կկիսես կարծիքս, որ երաժշտությունը կարող է փոխել աշխարհը։ Կան այդպիսի երգեր ըստ քեզ, որոնք մտածում ես, որ շատ կարևոր դեր են ունեցել համամարտկային առումով։ Շատ կան, օրինակներից մեկը John Lennon-ի Imagine-ն է, եւ մյուսն էլ Bob Marley One Love-ն է, որ այդպես մարդկությանը կոչ անում, այդպես սիրեք։ Ես շատ գործեր կան։ Որն ես ավելի շատ սիրում ես երաժշտություններից։ Ես ինձ թվում է ավելի շատ One Love-ը։ Եվ դե իհարկե մի գործ է կա Michael Jackson-ի այդպես հիշատակած We Are The World-ը, որը որ էլի նույն ձև այդպես համամարտկային արժեքների մասին պատմող երգ դարձավ։ Համաշխարհային սիրո մասին է, էլի։ Վայել ենք ուրեմն այդ գործից մի հատ, ես էլ այդ ընթացքում գնամ դեպի բար։ We are the world. We are the children. We are the ones who make a better day. So let's not give them. There's a choice we're making. We're saving our lives. It's true, we make a better day. Just you and me. Եվ հիմա եկեք մի փոքր ջերմացնենք մեր երեկոն այս բացառիկ խմիչքով V&M կոնյակով։ Այս կոնյակը ստեղծվել է Armenia Wine ընկերության կողմից համատեղելով հայկական տերուարի բույրերն ու ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթները։ Հնեցված 80-ից 100 տարեկան ֆրանսիական կաղնեփայտ տակառներում այն ներկայացնում է համերի եւ բույրերի հանճարեղ սիմֆոնիա։ Կհանդիպենք կարճ դադարից հետո։ Մի հեռացեք սիրելի հեռուստադիտողներ, շուտով կվերադառնանք նոր զրույցներով եւ անակնկալներով։ Մնացեք մեզ հետ։
Բարի երեկո սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել Ներսարի գիշերային շոուում։ Այսօր մեր բեմը կլուսավորվի սիրով, հավատով եւ երաժշտությամբ։ Կյանքը լի է գայթակություններով, բայց այսօր մենք կխոսենք այն մարդկանց մասին, ովքեր իրենց սրտի ջերմությամբ հաղթահարում են բոլոր դժվարությունները։ Եկեք ծափարենք նրանց, ովքեր իրենց գործով ապացուցում են, որ սերը եւ հավատը կարող են փոխել աշխարհը։ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյան, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ եւ Արև երեխաներ ՀԿ-ի հիմնադիր։ Մոնթե Գրիգորյան, Տեր Գրիգորի որդին 8 տարեկան։ Սոֆի Մխեյան եւ Էրիկ Կարապետյան, սիրված երգիչներ, ովքեր իրենց ձայներով ջերմացնում են մեր սրտերը։ Ներս եկեք։ Sorrisura hagetsutzi Ganan manale baso Bateri buina gintavi Usultero matin zairo Sorrisura hagetsutzi Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ տեսնել ձեզ ներսում, շնորհակալ որ այստեղ եք։ Մոնթե, հուսամ քեզ մեր լուսավոր տաղավարը դուր կգա, հուսամ չես հոգնել, ու մենք միասին լավ զրույց կունենանք։ Հրաշալի։ Օրհնեցեք Տեր, դուք ոչ միայն հոգևոր հովիվ եք, այլ նաև Արև երեխաներ ՀԿ-ի հիմնադիրը, ու խնդրեմ, որպեսզի մեզ պատմեք ոնց առաջացավ այս կազմակերպությունը հիմնելու գաղափարը ու ինչպիսի գործունեություն է այն ծավալում։ Կազմակերպությունը հիմնվել է Մոնթեի երրորդ զավակից ծնունդից հետո, երբ որ Մոնթեն ծնվեց Դաունի ամախտանիշով, մենք երբ որ տեսանք Հայաստանում գոյություն չունի մասնակցված մի կենտրոն Դաունի ամախտանիշով երեխաների համար, մենք ընտանիքով որոշեցինք, որ բացենք այդ կենտրոնը եւ ուղղակի հասկացանք, որ Տիրոջից տրված այդ առաքելությունը մեզ է վստահված, ու իր ծնունդից հետո սկսեցինք կամաց հավաքագրել մարդկանց, մեր ընկերներին ու փառք Աստծո, այսօր արդեն 8 տարի հետո ունենք հիմնովին հզոր մի կենտրոն, որը զբաղվում է Դաունի ամախտանիշով մարդկանցով։ Կենտրոնը եւս 8 տարեկան է։ Կենտրոնը եւս 8 տարեկան է։ Հրաշալի։ Էրիկ, Սոֆի, դուք մասնակցել եք Արևի աշխարհ նախագծին, որտեղ հանդես եք եկել բազմաթիվ հայտնի արտիստների հետ ու համագործակցել եք Տեր Գրիգորի եւ Արև երեխաների հետ։ Պատմեք այս համագործակցության ու ընթացքի մասին։ Ասեմ, որ համագործակցությունը ոչ միայն այս տեսահոլովակով եւ երգով է, ես կարծում եմ ես ինձ կարող եմ համարել շատ հարազատ ընկեր, մարդ, ընտանիքի անդամ։ Իմ պատմությունը Տեր Գրիգորի հետ սկսել է շատ տարիներ առաջ, երբ ես ուխտի էի Երուսաղեմ, եւ այդպես եղավ մեր ծանոթությունը, հետո ինձ շատ հաճախ կարելի է տեսնել Սուրբ Զորավոր եկեղեցու տարածքում, ես այնտեղ շատ լավ եմ ինձ զգում, հետո արդեն ընթացքին միշտ եղել եմ կողքին, Մոնթեի ծնունդով, էլ ավելի այսպես մտերմացանք եւ նաեւ ստեղծվեց այս երգն ու տեսահոլովակը, որտեղ ես ուղղակի անմասն չէի կարող մնալ ու միացա այս շատ լավ գաղափարի եւ ներկայացրեցինք այս երգը։ Այդ տեսահոլովակում հանդես եկող բոլոր աստղերը ոչ միայն ըստ տեսահոլովակով են եղել մեր կողքին, այլ եղել են մեր ընկերները եւ հենց Արև երեխաների կենտրոն բացվելուց նրանք են մարդիկ են, որ եղել են իմ ընտանիքի, իմ եւ Արև երեխաների կողքին մշտապես ամեն մի հարցում։ Թե երկով, թե գործով։ Ինչի համար ուզում եմ արդյոք օգտագործել եւ շնորհակալություն հայտնել բոլոր աստղերին, որոնց ներկայացուցիչները երկուսը այստեղ են մեր Սոֆին եւ Էրիկը։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Ես առհասարակ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր արած կատարած աշխատանքի համար, իսկ մեր արածը ես համարում եմ ոչ բավարար, որովհետև ոչ մեզ ասելով մենք եւ մնացած բոլորը հանրությունը մենք կարող ենք անել ավելին մեր արև երեխաների համար ու դե հասկանում եմ ամեն մեկը իր կյանքով ապրում է, իր ժամանակը ամեն մեկի համար թանկ է, բայց հավատացեք, որ մի փոքրիկ թեկուս մի փոքրիկ sense ժեստ անել ուղակի արևների համար դա գերագույն հաճույք է։ Ես
Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ այդ նախագծում հերիք չեղել եմ, շնորհակալ եմ Տեր Գրիգորին մնացած ամեն ինչի համար եւ ընդհանրապես զորավոր եկեղեցուն եմ ուզում շնորհակալություն հայտնել, որը մեզ միացրել է բոլորիս։ Նույն արև երեխաների հետ ծանոթացել եմ հենց այնտեղ շատ պատահական մի օր ուրեմն հարսանիքի էի, մի հատ կին մոտեցավ, ասաց երեխաս քեզ շատ ա սիրում, խնդրում եմ կգաք իմ տղային ու ծանոթացնեմ, այդ հարսանիքը թողեցի, ինձ տարավ ներքև, իջացրեց ներքևում պարզվում է տեղ կա, որտեղ նրանք դասեր են անում, սովորում են։ Արևները։ Եվ տեսա արև երեխաներին ու այդ օրվանից մեր ընկերությունը սկսել է այսօր տեսահոլովակն ենք նկարահանել, ես վստահ եմ վաղը շարունակական կլինի, բայց էլի եմ ուզում նշել։ Ոչ մի բան էլ չենք արել։ Ես համարում եմ, որ որևէ բան մենք չենք արել, որովհետև կարող ենք անել շատ-շատ ավելին ու ցավոք սրտի չգիտեմ ինչու ոչ մի բան այդպես էլ չի անում։ Ես շնորհակալություն եմ Տեր Գրիգորին, որ հիմա ունենք 8 տարվա պատմություն արդեն արևների հետ։ Մոնթե, մի քիչ պատմիր ինձ։ Ոնց ես քեզ զգում, ինչեր ես սիրում, ինչով ես զբաղվում։ Լավ։ Լավ ես քեզ զգում։ Հա։ Ընտիր։ Իսկ Ես նոր քիչ առաջ մինչև ներս մտնելը, ներսարի տաղավար, ասացի, ինչ մասնագետ կուզենաս դառնաս, որ մեծանաս, ինքը շատ տրամաբանական պատասխան տվեց, մանավանդ այն ընտանիքում, որտեղ նա մեծանում է, ասաց մարդ։ Այնպես որ մարդ եղեք ժողովուրդ, մարդ։ Հետաքրքիր բան է, միշտ երբ որ Մոնթեին այսպես հարցնում են, հանդիպում են, ասում են ինչ պիտի դնաս, ասում են մարդ։ Ես մինչև մի քանի ամիս առաջ միշտ նեղվում եմ եւ ասում եմ, բալիկ մի ասա մարդ, ասա, գոնե ասա լավ մարդ դառամ կամ բան, ես մտածում եմ, որ ինքը զգում է, որ ինչ որ բան իր մոտ պակաս է եւ ուզում է որ լիարժեք մարդ դառնա։ Բայց հետո 2 ամիս առաջ մի հոգեվոր հայրի գրվածներ էի կարծում կյանք եւ հավիտենության մասին, որտեղ որ հոգեվոր հայրը ասում է, որ ամենակարևորը մեր կյանքում որ անում ենք մարդ պետք է դառնանք։ Եվ այդ օրվանից ես եկա տուն եւ ես չարքել եք Մոնթեին, որ ասում է ես ուզում եմ մարդ դառնալ։ Իրոք մեր նպատակը մարդ դառնալն է այսօր։ Մոնթե, ում հետ էս ամենամտերիմը, օրինակ Արևի աշխարհ երգը, որ արդեն պատրաստ էր, պիտի տեսահոլովակը նկարեիք, Սոֆիներ եկել, Էրիկ ու Էլի հայտնի մարդիկ, ում հետ ամենաշատը ընկերացար։ Դու ես զալակը գանք Ում ես ավելի շատ սիրում Սոֆին, Էրիկին, կատու կար կա, այդ կատու։ Սոֆի հայկի, Սոֆին, Էրիկին, Մարոին, Մավի, Սոնային, Սոնի, Արամեն Պետրին, Արամին, Ամին, Հասմիկին, Արամին էլ։ բոլորին։ Մենք էլ քեզ ենք սիրում։ Բոլորին, այո։ Տեր Գրիգոր, որպես հոգևոր հովիվ եւ հասարակական գործիչ, ինչպես եք համատեղում ձեր եւ հոգևոր պարտականությունները եւ հասարակական գործունեությունը, որպեսզի կարողանաք հասցնել ամեն ինչ ու ինչպես եք կարողանում առասարակ աջակցել այն ընտանիքներին, ովքեր ունեն արևի երեխաներ։ Գիտեք, որ ասեմ մարդկային առումով եթե նայեմ հեշտ չի, դժվար է, բայց այն որ եթե տրված է Աստծուց այդ առաքելությունը, թե հոգևոր ասպարեզում, թե հասարակական գործունեության մեջ, Աստված ինքը այդ ուժը տալիս է, եթե դա սոկանքն է, ամեն ինչ հերթով լինում է։ Եվ փառք Աստծու կարողանում ենք հասցնել։ Օրվա մի մասը հոգևոր գործունեության եմ տրամադրում, մի մասը սոցիալական այս ծրագրերին, արև երեխաներին։ Խոսենք առասարակ հավատքի ու բարության դերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների դաստիարակության մեջ ինչքան կարևոր է ու առասարակ ոնց է օրինակ հավատքը նպաստում հատուկ կարիքներ ունեցող երեխաների ներառական զարգացմանը։ Գիտեք, վառ օրինակը իմ զավակն է, ում մոտ ես ամեն օր այդ փոփոխություն տեսնում եմ եւ դա վերագրում եմ հավատքին եւ դա վերագրում եմ Տիրոջ ողորմությանը։ Այսինքն եթե մենք ունենանք այդ հավատքի այդ սերը, կտրվի մեզ ամեն ինչ եւ այդ սիրով կարողանանք աշխատել, գործել առանց հոգնելու եւ օգնելու եւ իրենց բարագային առավել եւս արև երեխաներ, դա համախտանշող երեխաներ, իրենք առանձնահատուկ մի հավատք ունեն, բոլորը, այնպես չի որ մեկը, եթե դուք շփվեք իրենց հետ կտեսնեք յուրահատուկ մի բան կա, ես ասում եմ, որ իրենք հրեշտակներ են երկրի վրա, բարի հրեշտակներ եւ իրենք են մեզ իրենց այդ բարությամբ, իրենց այդ սիրով սովորեցնում սիրել։ Եվ շատ բան սովորում ենք իրենց։ Եվ շատ սխալներից նաեւ հետ կանգնում, որտեղ իրենք
օգնում են մեզ իրենց պատկերով, իրենց արդեն ներկայությամբ։ Եվ ինչպիսի բարոյական արժեքներ ու կարևոր այլ հարցեր կան, որ պիտի հենց օրինակ արևներին դաստիարակելիս ուշադիր լինեն ծնողները, մարդիկ, ովքեր շփվում են արևների։ Եկ ամենակարևորը մեր գործունեության մի մասը մենք տրամադրում ենք իրազեկմանը եւ կարծրատիպեր կոտրելուն, որովհետեւ 8 տարի առաջ շատ դժվար էր քանցնի հիմա, որովհետեւ մենք կարողանում ենք նմանատիպ էս հաղորդաշարերի միջոցով տարբեր տեսահոլովակների, սոցիալական տեսահոլովակների, սեմինարների միջոցով կարծրատիպեր կոտրել, որովհետև առաջ այս երեխաներին վերաբերվում էին շատ վատ։ Հասարակության մեջ ընդգրկված չէին։ Եվ մտածում էին, որ այս երեխաները ոչ մի բանի պետք չեն։ Բառեր էին օգտագործում, որ եթերային չի եւ ես էլ չեմ ուզի կրկնել այդ բառերը։ Ես եկա, որ ապացուցեմ, որ երեխաները ամեն ինչ կարող են անել, ես երեխաները արևներ են, ջերմություն են եւ իրենց սիրելը պետք եւ սեր ստանալը պետք իրենցից։ Իմ խնդրանքն է ուղղակի որպես ծնող, որպես կենտրոնի հիմնադիր խնդրել հասարակությանը, որպեսզի այս երեխաներին նայեն կարող երեխաների, լիարժեք երեխաների եւ հասարակության լիարժեք անդամ։ Միանշանակ։ Ու խոսելով հասարակական կազմակերպության 8-ամյա գործունեությունից, ինչ մարտահրավերների եք հանդիպել այս ընթացքում, արդյոք եղել են խոչընդոտներ, թե ամեն ինչ հարթ է եղել, ինչ ճանապարհ եք անցել։ Խոչընդոտներ եղել են եւ միշտ կան, եւ դրանք համարում ենք մեր աշխատանքի մի մասը եւ գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու, սկսած կնոջը թերության շրջանից, երբ որ ինքը դա ունի համախտանշով երեխա է կրում, ծննդաբերությունից, առողջական վիճակից, վարման կարգից, կրթություն, աշխատանք, սրանք դեռ Հայաստանում չլուծված խնդիրներ են, որ մենք հույս ունենք, որ այս տարիների ընթացքում պիտի որոշ հարցերի գոնե մեր կենթանության շրջանին լուծումներ գտնենք, որտեղ շատ բացեր կան, ես վստահ եմ, որ ուղղակի պետությունն էլ հիմա այդ կարող վիճակը երևի թե չունի, որովհետև չի կարողանում ապահովել շատ բաներ, որովհետև մենք մինչև հիմա դեռ չունենք Դանի համախտանշով երեխաների վարման կարգ, որ բժիշկը պետք է վարի։ Մենք չունենք ճիշտ մշակված կրթության համակարգ։ Մենք չունենք աշխատանքի մեջ ներգրավելու փորձեր Եվ չգիտենք, թե ծնողի մահից հետո այս երեխան իշկանով է ապահովագրված կամ ոչ։ Եվ ուղղակի կարողանանք տարբեր միջոցներով հենց երկնել, որ Ավետ Բարսեղյանի կողմից է գրվել, ձեռքը տուր, իր մեջ, որպեսզի կարողանանք մենք համախմբվել եւ մեր ձեռքը տանք այս արև երեխաներին եւ քայլեցնենք իրենց։ Եվ բերենք հասնենք իրենց նպատակներին իրական։ Եվ այն տեսլականը, որ ունենք, վստահ եմ, որ իրոք կամքով պիտի իրականանա։ Հրաշալի։ Երիկ, Սոֆի, կուզեմ նաև միասին խոսենք արվեստի դերը սոցիալական փոփոխություններում, ինչքան կարևոր է ու առհասարակ, արվեստի մարդիկ ինչքան պիտի ներգրավված լինեն կամ Երիկը նշեց սկզբում, որ կարծում եմ ամեն դեպքում քիչ են մարդիկ Ես այնչի խոսում, մասին խոսում, իրազեկում Իմ ասածը ոչ թե քիչ էին խոսում, այլ ինչքան էլ խոսենք դա քիչ է այս երեխաների համար Աստված բոլորի ստեղծել է հավասարաչափ սիրում է ու բոլորս եկել ենք այս աշխարհ մեր դերը կատարելու համար ու արև երեխաները նույնպես իրենց դերը ունեն այս աշխարհ, այս երկիր մոլորակի վրա եւ նրանց առաջին ինձ հենց ամենամեծ դերը դա լույս ճարագելն է, այդ լույսը տալն է, այդ արևի դերը խաղալն է հենց երկրագնդի վրա։ Ու իսկապես այն մարդիկ, ովքեր առնչվել են այս երեխաների հետ, ամենադրական, ամենաբարի էմոցիաներով լի գնում են տուն։ Իսկ ինչ վերաբերում է Տեր Գրիգոր, ես թույլ տվեք կրկին էլի շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև դուք այն վառ օրինակներից եք, թե ինչպես պետք է ամեն ինչ անել այս երեխաները ունեն մեծ պոտենցիալ։ Ու շատ կարևոր է այո ծնողների շատ կարևոր ուշադրությունը
հղելը դեպի երեխաների, որ նրանք զբաղվեն այդ երեխաները, որովհետև այդ երեխաների հետ երբ զբաղվում ես, երբ լավ մասնագետների, ճիշտ մասնագետների մոտ են գնում, հավատացեք շատ առաջընթաց է լինում։ Ու այդ նույնիսկ ուզում եմ մասնագետներին է ձեր մոտի շնորհակալություն հայտնել, նրանց հետ էլ ինչ-որ չափով առնչվել եմ, շնորհակալություն բարդ աշխատանքի համար, իսկապես բարդ է, համ թե ծնողի համար, թե մասնագետի, բայց լավագույն արդյունքներից մեկը ինձ մեր Մոնթեն է, որ այստեղ նստած է ու շատ լավ տղա է Մոնթեն, մեր ընկերն է։ Եկեք Մոնթեին բարձր ծափարենք։ Մոնթե, կպատմես մեզ ինչով ես զբաղվում, քո ամենասիրելի արարքները, առարկաները, հետաքրքրությունները։ Դասի գնում ես։ Հա։ Գնում ես դասի։ Հա։ Պատմի ինչ է։ Դասի ես գնում։ Հա։ Հետո ինչ ես անում։ Պարապմունքի։ Հա։ Ոնցեն գնում է դասի, երկրորդ դասը անում է սովորում Չարանցի դպրոցում, որից հետո նաև մեր կենտրոն է հաճախում դասերից հետո մասնագիտական ծառայություններ է ստանում, ինչպես մյուս բոլոր արև երեխաները։ Կենտրոնը ասեմ, որ անվճար է գործում, մենք դա ստեղծել ենք, մենք վճարում ենք բոլոր մասնագետներին, մեզ մոտ մասնագետները Դանի ամախտանիշով էս երեխաների հետ միշտ ամեն տարի գրեթե վերապատրաստվում են եւ չեմ վախելու ասել, որ այդ նույն մասնագետները այս երեխան մեջ ամենապատրաստվածներն են Դանի ամախտանիշով երեխաների հետ աշխատելու համար, որից հետո տանը սիրում եմ Մոնթեն սպորտը սիրում շատ, բոքսը սիրում, չէ՞, եւ մի քիչ նկարչություն։ Փորձում եք նայել դերասանական բան ունի, հա։ Ծաղրածու է սիրում, շատ։ Կարծում եմ, որ պիտի առաջի հայ արև ծաղրածուն դառնա, չէ՞։ Էտյուդներ անում է արդեն։ Հա, տանը ունի, ես ձեզ հետո ցույց կտամ եթերից։ Հետո ցույց շորեր ունի դուք։ Հրաշա։ Հա, արդեն ճանապարհ է անցել ուրեմն։ Ապագա ծաղրածու կարող Մայստրո Քեշիշյանից նոր ֆիլմ նկարահանի, ես վստահ եմ Մոնթեն առաջիններից է լինելու։ Ես արդեն հենց նոր խոսեցի նրա հետ։ Պայմանավորվեցի։ Սպասում ենք Մոնթե, ուրեմն քո նոր էտյուդների, որ մի օր միասին դիտենք բոլորս քեզ։ Համեսի։ Անպայման։ Okay, գանք հենց կոնկրետ Մոնթեի օրինակով Տեր Գրիգոր, այն աշխատանքները, որ դուք տարել եք Մոնթեի հետ, մարդկանց համար, ովքեր գուցե տանը ունեն արև երեխա, նախ նշեցիք, որ կարող են ձեզ գալ ու միանալ, ճիշտ հասկացա, որ անվճար է։ Կենտրոնը անվճար է, բացման օրվանից անվճար է եւ վստահաբար պիտի լինի միշտ անվճար։ Որտեւ գիտեք պայմանները like իմ այս տարիների շփումները, փորձը, հա, տեղեկությունը։ Հիմնական երեխաները, որ կան ծնողների հետ ապրում են, հիմնական մասը չեմ ասում ամբողջությամբ, ոչ լրիվ ապահովված ընտանիքներ են։ Եթե նույնիսկ ապահովված լինեն շատ, գիտեք, շատ մեծ բեռ է սա, եթե գնան, որովհետև միջին մեկ պարապմունքը, որը կես ժամից մինչև 45 րոպե պիտի լինի 8000-ից մինչև 20 կամ ավելի հազար դրամ է։ Պատկերացնում եք երեխան շաբաթական գոնե 4-5 պարապմունք պիտի ունենա, այսինքն մեր մոտ երեխա կա, որ շաբաթը 4 կամ 6 պարապմունքից է օգտվում մասնագետից, լոգոպեդից, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, Իսան եթե բազմապատկեք 4-5 պարապմունք այդ գումարով եւ ամսով, պատկերացեք ամսվա մեջ ինչ արտաքին գումար է լինում։ Մենք ապահովել ենք, որպեսզի այդ ընտանիքները բերեն այստեղ։ Մեծ մասը ցավոք մանկատներում են երեխաները։ Ծնողների ընտրությամբ։ Ծնողների ընտրությամբ, որտեվ հենց այդ կարծատիպերը կար, որ այս երեխեքը ոչ մի բանի չեն կարող, ընդունակ չեն եւ ծնողները թողել են այդ երեխաներին կամ գիտեք հասարակության վերաբերմունքի պատճառով վախից, ամոթից թողել են մանկատներ։ Ես գիտեմ օրինակներ, շատ ապահով ընտանիքներ, որոնց զավակները մանկատներում են եւ ես ճանաչում եմ իրենց, փորձել են կարևոր հետ բերեն Մեկ երեխայի է ստացվել, որ մանկատնից ծնողը
իրական ծնողը հետ վերցնի։ Շանս որդեգրություններ շատ կան, ցավոք սրտի ավելի դուրս են տանում, արտերկիր են տանում այդ երեխաներին։ Բիոլոգիական ծնողները ամեն դեպքում լքում են երեխաներին։ Այն Այս հարցն է, որ նայեք, բար օրինակը բոլորը ճանաչում են Մոնթեին։ Արև զավակ է։ Գուցե մյուս զավակներից իմացական առումով մի փոքր հետ է, բայց լիարժեք հասարակության մեջ ապրող զավակ է։ Իր հետաքրքրություններով, իր ապագա մասնագիտությունների փնտրտուքով, ամեն ինչով։ Եթե ներդրում անես այս երեխայի վրա, կունենաս բավարար վիճակ կունենաս։ Արդյունք։ Տեր Գրիգոր, ինչպես է Մոնթեի դաստիարակությունը ազդել ձեր հոգևոր ծառայության ու հասարակական գործունեության վրա։ 8 տարի։ Շատ դրական։ Ես չեմ ասի, որ դժվարություններ չկան, եւ չեմ կարող ասել, որ ամեն ինչ հեշտ է։ Կա ստրես, կա աշխատանք, կա ամենօրյա ստրեսներ, մտածումներ, բայց հավատքի շնորհիվ, Տիրոջ շնորհիվ դրանք հաղթահարվում են եւ Մոնթեն ես միշտ ասել եմ եւ ասում եմ, փոխել է իմ ամբողջ հոգեվոր աշխարհը, իմ ամբողջ հոգեվոր կյանքը։ Այսինքն Մոնթեն իր ծնունդով ինձ դարձրել է գրեթե լիարժեք հոգեվորական եւ հոգեվոր մարդ, որտեվ իր ծնունդով Աստված խոսել է ինձ հետ եւ ինքը իր ծնունդով փոխել է ամբողջ իմ կյանքը ամեն առումով հոգեվոր, աշխարհիկ, ընտանիք եւ գուցե կարող ենք ասել բերել է նոր առաքելություն, այո, բերել է, որտեվ հիմական արև երեխաները որպես հոգեվորական այդ առաքելության մեջ էի, բայց տրվեց նաեւ այն առաքելությունը, որ ի սկզբանե Աստված պատրաստել էր կամ որոշել էր ինձ համար, որի մասին ես չգիտեի, որ պիտի լինեմ արև երեխաների հոգևոր հովիվը, այ հասկացա այդ առաքելությունը եւ ինչի համար է Աստված ինձ լույս աշխարհ բերել, ինչի համար է այս սքեմի պատվին արժանացրել եւ Տեր Հայր ոչման արժանացրել։ Եվ ինչպիսի հատուկ մեթոդներ ու մոտեցումներ են անհրաժեշտ արև երեխաների հետ շփման ու դաստիարակության համար։ Ամենամեծ բանը համբերությունն ունենալն է։ Համբերատար սիրով ապրելը, որտեղ եթե կարողացար եւ զույգը ընտանիքի անդամները հայրը եւ մայրը կարողացան իրար հետ սիրով լինեն, համբերատար լինեն, մեկը մեկի օգտակար լինի, օգնի, իրեն կհաղթահարեն բոլոր դժվարությունները, կլինեն այս զավակի կողքին եւ վստահաբար ասում եմ, այս արև զավակները իրենց ծերության տարիքին լինելու են իրենց կողքին ավելի սերմ, ավելի ջերմ, ավելի հոգատար եւ ավելի համբերատար։ Ես միշտ ասում եմ մեր ծնողներին, ձեզ ջուր տվողը եւ հաց տվողը լինելու են այս արև երեխաները։ Նրանք մյուսները ամուսնանալու են, գնալու են իրենց արևները այո ձեզ ջուր կտան։ Նրանք լինելու են։ Հասարակության դերի մասին նորից խոսենք, թե ինչքան կարևոր է իրազեկումը առհասարակ եւ աջակցությունը, որ կարող են արևները ստանալ հասարակությունից, հա, այնուհետև ինչպես կարող է հասարակությունը նպաստել կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության առումով, որովհետեւ զրույցի սկզբում նշվեց, որ մեր երկրում համենայն դեպս այդքան էլ իրավունքները պաշտպանված չեն։ Դրանք իրենց իրավունքների պաշտպանություն առաջնորդին պիտի մտածեն այս ծնողի այս երեխայի համար։ Ասենք ես այդ իրազեկումը նույնիսկ անում էի մենակ։ Երբ որ Մոնթեն ծնվեց, ես ման էի գալիս ընտանիքներ, որտեղ կան Դաունի համախտանշով ծնված երեխաներ, որ գտնեմ, որ տեսնեմ, ես պատկերացնեմ, ինչքան էլ կարդում ես, գիտես այդ բանը, ասենք 1 տարեկանում, 3 տարեկանում, 10-ում, 25-ում այս երեխան ոնց է լինում, պատկերով տեսնելը, կարդալ ուրիշը, տեսնել ուրիշը։ Այո, իհարկե։ Չէի գտնում, չկային, մանկատներում միայն տեսա, հետո բացացին։ Ես որոշեցի, որ Մոնթեին պիտի վերցնեմ եւ դուրս գամ քայլեմ, պիտի գնամ եկեղեցի, պիտի չթաքցնեմ։ Գիտեք, սկզբից շատ դժվար էր տարիներ առաջ։ Երբ որ անցնում ես ու ես ասել եմ զարմացած նայում են այսպես երեխային։ Մեղադրում էի սկզբից, նեղվում էի,
բայց հետո համբերատար գտնվեցի եւ հանգստացնում էինք ասենց որ ախր դա ինքը մեղավոր չի ախր, որտեղ բոլորը թաքցրել են։ Դու ես առաջի անգամ դուրս բերել իրեն։ Չի տեսել, մարդը հետաքրքրությունից նայում է, չէ, ինչ վերաբերում ունի։ Առաջի բանը այդ է, որ խնդրեմ, որ ձեւ թաղծոտ հայոցներով, տխուր կամ չգիտեմ, խղճած հայոցներով չնայեն, այս երեխան։ Այո։ Առաջին սա պիտի լինի։ Որտեւ երբ որ Մոնթեի հետ մենք գորե տարին մեկ անգամ լինում ենք արտերկրում, այնտեղ վերաբերմունքը լրիվ ուրիշ է։ Մարդիկ ջերմ, ժպիտով, պատրաստ դիմավորում են, առաջի տեղը տալիս են Մոնթեին, ուր գնայից, հա, այսպես։ Այնպես հետաքրքիր էր, որ դու ինքդ արդեն լավ որպես ծնող լավ ես զգում քեզ։ Առաջի վերաբերմունքը եւ առաջի քայլերը սրանք են։ Եվ կարծում եմ ինչ որ բանի արդեն հասել ենք այստեղ։ Եվ ծնողները գուցե արդեն ծնողները եւ գիտեք ինչ նաեւ շատ կարեւոր է հասարակական գործիչների, արվեստագետների, աստղերի մեր երկիչները, տեսեք, կանգնեցին մեր կողքը։ Եթե տեսնում են, որ Էրիկը, Սոֆին, մյուս երկիչները կանգնած են այս երեխեքի կողքին, մյուսները արդեն այդ օրինակը տեսնելով եւ հարգելով իրենք արդեն փոխում են վերաբերմունքը։ Ես ասեմ, որ նույնիսկ, չգիտեմ, թորներեն ինձ մյուս աստղերը, ես անուններ պիտի չհնչեցնեմ։ Գրիգոր, բայց աստղերը մեր երկրում արևներն են։ Եղան մարդիկ, բայց որ մերժեցին մեզ շատ գիտեք, դրա համար շատ կարևոր եւ շատ գնահատում եմ ձեզ, ոչ միայն որպես ընկեր եղաք մեր կողքին, այլ իրոք, եթե մենք էլ չլնենք, որտեվ ես գիտեմ ձեզ, ճանաչում եմ ձեզ, այդ ընկերություն եմ անում, համացանցում, ձեր ջրին եմ հետևում, դուք ոչ միայն արևների կողքին եք, այն խումբը, որ եղավ արևների կողքին եւ նկարվեց արևի աշխարհ տեսահոլովակի մեջ, այլ բոլոր խնդիրներ ունեցող երեխաների կողքին եք, ոչ միայն արևների։ Նրանք արևները մի մասնիկն են միայն, սրա մասն է խոսքը, որ մենք պիտի լինենք ոչ միայն արևներ, այլ բոլոր խնդիր ունեցող երեխաների մարդկանց կողքին, որտեղ իրենք ի Քրիստոս մեր զավակներն են։ Իրոք տված զավակներն են։ Այն ձևով որ վերաբերվենք իրենց, նույն ձևով էլ կարժանանանք ինչ որ վերաբերմունքի կամ ոչ։ Գրիգոր, թույլ տվեք ներսես, ես ուղղակի այսպես ասեմ, հա, ոչ թե աստղեր կամ հայտնի մարդիկ, այլ ուղղակի խորհուրդ կտամ փորձեք շփվել, որովհետև այս շփումից հետո կապ չունի արև երեխաներն են, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներ, հա, որոնք ունեն խնդիրներ, հավատացնում եմ, նրանց հետ շփումից հետո կարծես մի լավ բան արած լինես։ Այդ շփումը իրանք այնքան լույս ու լավ էներգիա են փոխանցում քեզ, որ դու հասկանում ես, որ իզուր չէ, ու եթե կարող ես ժպիտ պարգևել, եթե կարող ես քո ներկայությամբ, չգիտեմ, քո երգերով իրենց ինչ որ լավ դրական էներգիա փոխանցես, հավատացնում եմ, հետո դու ինքդ էլ ես քեզ շատ լավ զգում ու այդ երբեք չես կարող փոխարինել, այսպես ինչպես ասեմ, այդ հանգստությունը, որը կա, որ երեկոյան պարկում ես քնելու, հասկանում ես, որ գոնե ինչ որ մի ժպիտ ես կարողացել պարգևել, հավատացնում եմ, չես կարող փոխել ոչինչով։ Սոֆի ասածն այն է, որ դրսում տեսնում եք արև երեխաներին մեր, ոչ պետք է վախենալ, ոչ պետք է տխրել, ոչ պետք է լարվել։ Ընդհանրապես տարբերություն չկա մեր եւ նրանց միջեւ, նրանք նույնպես մարդ են, նրանք նույնպես Աստծո կողմից ստեղծվել են այս երկիր մոլորակի վրա։ Եվ ամենակարևորը, եկեք շատ մեծ ոչ ոք չխոսի, վաղը չգիտի ում գլխին ինչ կարող է գալ։ Եկեք ուղակի լինենք մարդ, ինչպես մեր Մոնթենը ասում, լինենք մարդ եւ դիմացինին վերաբերվենք ինչպես մարդ։ Միանշանակ։ Կուզեմ նաև մի քիչ պատմեք ինձ ու մեզ բոլորից, հա, ձեր զգացողությունների մասին եւ սկսեցիք շփվել արևների հետ, որտեղ իսկապես արևներից ու հենց հիմա Մոնթեից շատ ավելի ուժեղ լույս է գալիս դեպի մեզ ու այդ չզգալը վստահաբար, չգիտեմ, անհնար է։ Այ հետո ձեր ներսում ինչ փոփոխություններ եղան, ինչ էմոցիաներ եղան։ Սոֆ գիտակցություն եղավ նոր։ Գիտեք, քանի որ շատ տարիներ առաջ է սկսվել այս ամենը,
խնդրով երեխաների հետ շփումը չեմ ստի, եթե ասեմ, որ սկզբում շատ դժվար էր, որովհետև կապ չունի, տարիներ առաջ մենք շատ հաճախ անգնում էինք մանկատուն, տեսնում էինք այնտեղ շատ տարբեր երեխաների, անշուշտ շատ դժվար է, որովհետև դու գալիս ես հետո այդ էմոցիաները խեղդում են, հաստատ այնպես է լինում, որ լացում ես, նեղվում ես, բայց ժամանակի ընթացքում արդեն սկսում ես հասկանալ ու սկսում ես իրենց հետ այդ շփումը շատ ուրիշ ձև է դառնում եւ ելի եմ ասում գուցե դժվար է այս ամենի մասին բարձրաձայնել, բայց պարզապես ես կոնկրետ որպես այսպես մարդ, որը ունեմ հնարավորություն եւ շփվում եմ երեխաների հետ, ուղղակի իմ խորհուրդը կլինի իսկապես մի վախեցեք, մի խղճացեք, մի ամաչեք, գնացեք շփվեք, կտեսնեք, որ հենց ձեր կյանքը ինչպես է փոխվում։ Ես շատ լիարժեք եմ ինձ զգում, երեխաների հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում ու ել եմ ասում ոչ միայն տեսահոլովակի, այլ ընդհանրապես շատ առիթներ ենք ունենում, խոսում ենք, ունենում ենք հնարավորություն իրար հետ լավ էմոցիաներով կիսվելու ու ես անձամբ ինձ շատ այսպես դրական էներգիայով վերադառնում եմ տուն ու օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ շնորհակալություն Տեր Գրիգորին միշտ ու իսկապես, բայց բոլոր այն մարդկանց, ովքեր կողքին են այն մարդկանց, ով դրա կարիքը ունեն։ Իսկ ես գիտեմ, որ այդպիսի մարդիկ կան, ոչ միայն մենք, այլ նաև ֆինանսապես, որտեղ բավականին լուրջ ծանր աշխատանք է ու կան այդպիսի մարդիկ, որոնք չեն սիրում բարձրաձայնել, բայց օգտակար են լինում եւ լինում են կողքին ոչ միայն Տեր Գրիգորի, այլ այն մարդկանց, ով այդ կարիքը ունի։ Շնորհակալություն ուղղակի իրենց բոլորին։ Այո, շնորհակալություն եւ ներշնորհակալություն ձեզ, որ եկաք ներս, շնորհակալություն, որ կիսվեցիք մեզ հետ ձեր դրական էմոցիաներով։ Մոնթե մենք պայմանավորվեցինք, ուրեմն ես պիտի լինեմ առաջին մարդկանցից մեկը, ով կնայի քո առաջին էտյուդը, որպես ծաղրածու։ Համաձայն ես։ Վերջ, պայմանավորվեցինք ուրեմն։ Եվ վերջում նորից խոսենք Արևի աշխարհ տեսահոլովակի մասին ու ստեղծագործական թիմի մասին, ովքեր նկարահանեցին, ովքեր աշխատեցին այս մեծ ծավալուն աշխատանքի վրա։ Գիտեք, երկետարքիր պատմությունն էր, Ավետ Բարսեղյանը իր հերթական այցի ժամանակ եկեղեցի, երբ որ եկավ, ես Մոնթեի հետ էի, Մոնթեի կարգավիճակի մասին չգիտեր Ավետը, երբ որ իմացավ, այսպես շատ հուզական պահ էր, գրկեց նույնիսկ այդ օրվա նկարները ունեմ։ Հաջորդ օրը առավոտյան, երբ որ եկեղեցում էի պիտի կանգնեի պատրաստում աղոթքի, իր ծրարը ձեռքին եկավ, ասեց ես Մոնթեին մի բանաստեղծություն եմ գրել, ասում գիշերը չեմ կարողացել քնել։ Եվ քանի որ Մոնթեն ինձ համար խորհրդանշում է բոլոր արև երեխաներին, ես ասացի Ավետ, եթե թույլ տաս, սա թող լինի նվիրված բոլոր արև երեխաներին։ Հետո միտք ծագեց, որ այդ բանաստեղծությունը դառնա արև երեխաների համար երգ, եւ խնդրեցին կոմպոզիտոր Սուսաննա Օվանեսյանը մի երաժշտական մասը ապահովեց եւ մեր երաժիշտ աստղերը արդեն մասնակցեցին եւ ստեղծվեց գեղեցիկ Արևի աշխարհ այս տեսահոլովակը, որի ռեժիսորը մեր լավ եղբայրն է Վահե Յանն է։ Այո, Վահեն, մեր լավ ընկեր, ողջուն ենք նաև Վահեին ու ասենք շնորհակալություն ամբողջ ստեղծագործական թիմին, ովքեր աշխատել են տեսահոլովակի համար։ Շատ լավ, այս պահին առաջարկում եմ դիտել կարճ հատված Արևի աշխարհ տեսահոլովակից ու շարունակենք զրույցը։ Արևի լույսն արատ, մեզ է մի պատկամ երկում Այ մասի որ տիրոջ, ձերքերում կամքն է ոչ, իմ ու քոթի է զերքում Ձերքս տամ դու ամուր սեղմես, այս կյանքում որ դու չնեղվես Արևի շողացող աշխարհ Ես քեզ հետ կասնեմ, կվերադարձնեմ լույսը աչքերիդ, որ դու շպտաս, որ դու կաս Արևի շողացող երկիր
աչքերիդ, որ դու շպտաս, դու կաս, դու Շնորհակալություն ձեզ, որ ներսում էիք։ Վստահ եմ, որ դեռ կհանդիպենք, Մոնթեի հետ մենք արդեն պայմանավորվել ենք մեր հաջորդ հանդիպման մասին։ Ձեզ շնորհակալ եմ ևս մեկ անգամ, որ ներսում էիք ու կիսվեցիք մեզ հետ ձեր բոլոր դրական էմոցիաներով։ Հաջողություն, կհանդիպենք վստահաբար։ Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ովքեր իրենց սրտի ջերմությամբ եւ հավատքով լուսավորում են մեր կյանքը։ Շնորհակալություն Տեր Գրիգորին, Մոնթեին, Սոֆիին, Էրիկին, մեզ հետ կիսվելու իրենց պատմություններով եւ երաժշտությամբ։ Հիշեք, որ սերը եւ հավատքը այն ուժերն են, որոնք կարող են փոխել աշխարհը։ Մինչ նոր հանդիպում Ներսարի գիշերային շոուն, այսքան մեր այսօր։ Բարի գիշեր։ We are